Երիտասարդ դերասանուհի Ադրինե Աճեմյանն այս շրջանում հանդես է գալիս Ելենա Արշակյանի «Ծով աչքերի պատճառով» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում է Էլկային։ Դե ինչ, Հայաստանը հպարտությամբ ճանապարհում է իր նոր գեղեցկության դեսպանին Ադրինե Աճեմյանին, ով արդեն ուղևորվել է Հնդկաստան մասնակցելու «Միս Աշխարհ 2025» մրցույթին։ Այս հեղինակավոր մրցույթը, որը 72-րդ անգամն է անցկացվում, յուրաքանչյուր տարի համախմբում է աշխարհի տարբեր անկյուններից գեղեցկության, ինտելեկտի ու նվիրվածության մարմնավորումներ հանդիսացող երիտասարդ կանանց։ Եվ այս տարի Հայաստանը ներկայացնում է ոչ միայն անչափ գեղեցիկ, այլև խելացի ու աշխատասեր մի աղջիկ, որի ճանապարհը դեպի այս բարձունքը եղել է լի աշխատանքով, երազանքներով ու հավատով։ Ադրինե Աճեմյանն ընդամենը 19 տարեկան է, բայց արդեն հասցրել է շատերի սիրտը գրավել իր պարզությամբ, նրբությամբ ու անկեղծ ժպիտով։ Նա սովորում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, մասնագիտանալով դերասանական վարպետության ու կինոյի ոլորտում։ Այս պահին Ադրինեն նաև խաղում է գլխավոր դերերից մեկը Հայաստանի ամենադիտվող հեռուստասերիալներից մեկում, որը ցուցադրվում է Armenia TV-ի եթերում։ Նշենք, որ դա «Ծով աչքերի պատճառով» հեռուստասերիալն է։ Արդյոք դերասանուհին կշարունակի նկարահանումները, թե ոչ, ցույց կտա ժամանակը։ Դեռ ոչ մի պաշտոնական մեկնաբանություն չկա այս առիթով։ Նրա ներկայությունն էկրանին դարձել է նոր սերնդի ինքնավստահության, խիզախության ու նրբագեղության խորհրդանիշ։ Նրա մասնակցությունը «Միս Աշխարհում» շատ ավելին է, քան պարզապես գեղեցկության մրցույթ։ Ադրինեն ներկայացնում է այն նոր սերունդը, որն ունի արժեքներ, ձգտումներ ու ինքնության հստակ գիտակցում։ Նա վստահաբար աշխարհին ցույց կտա ոչ միայն իր արտաքին գրավչությունը, այլև հայուհու ներաշխարհի խորությունը հագեցած մշակութային ժառանգությամբ, մարդասիրական տեսլականով և ուժեղ անհատականությամբ։ Ադրինեն, ինչպես բազմիցս ընդգծել է իր հարցազրույցներում, ցանկանում է օգտագործել իր մասնակցությունը որպես հարթակ բարձրաձայնելու սոցիալական կարևոր նախաձեռնությունների մասին, որոնց կենտրոնում երեխաների իրավունքներն ու երիտասարդ կանանց կրթության հնարավորություններն են։ Նա հավատում է, որ գեղեցկությունը մի արժեք է, որը պիտի ծառայի բարի նպատակներին։ Մրցույթը տեղի է ունենալու Հնդկաստանի Թելանգանա նահանգում մայիսի 7-ից 31-ը։ Այս օրերին հայ հանրությունը հետևելու է Ադրինեի յուրաքանչյուր քայլին սրտի թրթիռով ու ակնկալիքով։ Մենք վստահ ենք, որ նա պատվով կկրի Հայաստանի անունն աշխարհի ամենամեծ բեմերից մեկում։ Դե, ուրեմն, հաջողություն քեզ, սիրելի Ադրինե, Հայաստանը քեզ հետ է, մեկ լեզվով, մեկ սրտով և մեկ մաղթանքով։ Թող քո ժպիտը վառի հնդկական արևի տակ այնպես, ինչպես լուսավորեց մեր երկիրը։ Ներկայումս ոչ մի պաշտոնական տեղեկատվություն չկա, թե Ադրինե Աճեմյանը կշարունակի նկարահանվել «Ծով աչքերի պատճառով» սերիալում, թե ոչ։ Նրա մասնակցությունը «Միս Աշխարհ 2025» մրցույթին, որը տեղի է ունենալու մայիսին Հնդկաստանում, կարող է ազդել նկարահանման գրաֆիկի վրա։ Մինչ այս պահը վերջին սերիաներում Ադրինեի մարմնավորած Էլկայի կերպարը դեռևս ակտիվ է, ինչը վկայում է, որ նրա մասնակցությունը դեռ շարունակվում է, բայց հավանաբար նկարահանումներն իրականացվել են ավելի վաղ։ Հնարավոր է, որ սերիալի ստեղծագործական թիմը ժամանակավոր լուծումներ է գտել Էլկայի կերպարի ներկայությունը պահպանելու համար։ Ադրինեի մասնակցությունը սերիալին կարող է կախված լինել «Միս Աշխարհ» մրցույթից հետո նրա վերադարձից։ Ադրինեի մասնակցությունը սերիալին կախված է նաև հեռուստասերիալի ստեղծագործական թիմի հետագա որոշումներից։ Արդյոք մայիսի 7-ից 31-ն ընկած ժամանակահատվածում նկարահանումներ Էլկայի մասնակցությամբ չեն իրականացվելու։ Ինչ է կատարվելու Էլկայի կերպարի հետ, ցույց կտա ժամանակը։ Միացեք մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք ամենահետաքրքիր գաղտնիքները, նորությունները, որպեսզի առաջինը տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Նշենք, որ բացի դերասան լինելուց, Ադրինեն ունի նաև երաժշտական տաղանդ։ Նա զբաղվում է վոկալով և պարբերաբար հանդես է գալիս տարբեր տեսահոլովակներում ու համերգային նախագծերում։ Նրա ձայնը մեղմ ու զգայուն արտահայտում է նույն զգացմունքային խորությունը, ինչ նրա դերասանական կերպարները։ Այս հանգամանքն առավել հարստացնում է նրա արտիստիկ կերպարը, դարձնելով նրան ոչ միայն դերասանուհի, այլև բազմաշնորհ ստեղծագործող։
Ադրինեն շատ ակտիվ է նաև սոցիալական ցանցերում, որտեղ իր հետևորդների հետ կիսվում է ոչ միայն մասնագիտական նորություններով, այլև իր մտորումներով, առօրյա պահերով, հուզական արձագանքներով ու արժեքներով։ Նա երիտասարդություն է, ով ոգեշնչում է սեփական օրինակով, ապացուցելով, որ գեղեցկությունը և տաղանդը կարող են քայլել կողք կողքի, իսկ նպատակասլացությունն ու սրտացավությունը կարող են բացել միջազգային դռներ։ Ադրինե Աճեմյանը երիտասարդ, բայց արդեն ճանաչում ստացած դերասանուհի է, ով աչքի է ընկնում իր նուրբ գեղեցկությամբ, արտիստիկ կարողություններով և բեմական ներկայությամբ։ Նրա հիմնական խաղընկերը «Ծովաչքերի պատճառով» հեռուստասերիալում սիրված դերասան Նարեկ Մկրտչյանն է, որի հետ նրանց ստեղծած էկրանային զույգը շատ սիրված է հանդիսատեսի կողմից։ Դե ինչ գրեք ձեր կարծիքները, արդյոք Հնդկաստանում Ադրինե Աճեմյանը կունենա հաջողության և որ տեղ է կգրավի։ Սպասում ենք ձեր կարծիքներին։